Ողջույն բոլորին, սա իմ գիրակնորյա վլոգն է եւ քանի որ այսօր ունենալու եմ բավականին հետաքրքիր օր, որոշեցի ձեզ եւս ինձ հետ տանել։ Իմ օրը միշտ սկսվում է 1 գավաթ սուրճից եւ մազերը հարդարելուց։ Ես սովորաբար նախորդ օրը լվանում եմ մազերս, իսկ հաջորդ առավոտյան մնում է պարզապես այն հարդարել։ Ինչպես տեսնում եք, ամեն շերտում օգտագործում եմ թերմոպաշտպանիչ, չնայած նախորդ երեկոյան մազերը ուղղակի չորացնելուց առաջ էլ արդեն թաց մազերին օգտագործել եմ թերմոպաշտպանիչ։ Մազերս միշտ տարբեր ձև եմ հարդարում, կախված այդ օրվա տրամադրությունից ու որոշված հագուստից։ Ինձ համար միշտ մազեր հարդարելը դա մեդիտացիայի նման մի բան է, որտեղ ես կարողանում եմ մտքերս հավաքել, տրամադրվել առաջիկա օրվան, որոշել անելիքներս եւ պարզապես ընթացքում սիրունանալ։ Իմ մազերի որակի պատճառով այն անգամ իր ամենաթարմ վիճակում տպավորություն է ստեղծում, ասես մաքուր չէ, որովհետեւ ծավալ ընդհանրապես չունի։ Այդ իսկ պատճառով ես օգտագործում եմ 4 շամպուն անմիջապես մաքուր մազերին, որ մի փոքր ավելի ծավալուն եւ թարմ տեսք տա։ Այստեղ արդեն ինքներդ էլ կարող եք տարբերությունը զգալ։ Սիրուն ենք, գոհ ենք, ինքնավստահ ենք, մազերի հետ ամեն ինչ վերջացրինք, բաղնիքից գնացինք։ Այստեղ ես նայում եմ ժամացույցից ու հասկանում, որ բացարձակ ժամանակ չի մնացել դիմահարդարվելու, բայց SPF-ը չենք մոռանում քսել։ Միշտ հիշեք, որ SPF-ը պարտադիր է քսել անգամ ձմռանը, անգամ անպամած օրերին, եւ բավականաչափ 1 կաթիլը բավարար չէ ձեզ պաշտպանելու համար։ Չենք մոռանում ձեռքերի, վզի եւ դեկոլտեի մասին եւս, որովհետեւ դրանք եւս միշտ գտնվում են արևի տակ, միշտ մոռանում ենք քսել SPF եւ ժամանակի ընթացքում դրանք ամենաշուտն են ծերանում։ Չենք մոռանում այս ցուրտ եղանակին պաշտպանել նաև շուրթերը եւ դեմքի հետ կապված վերջ։ Քանի որ գնում ենք սպորտ դպրոց խաղի, ես հաստատ այնտեղ մրսելու եմ, դրա համար հագնվում ենք մաքսիմալ տաք, նաև հագնում ենք իմ սիրեմ գնասկիները ու դուրս են գալիս տանից։ Սպորտ դպրոցում ինձ արդեն սպասում է իմ ընկերուհի Նոնան, որին ես տեսնում եմ խաղից խաղ, դրա համար sense շատ ուրախ եմ։ Այստեղ մենք քննարկում ենք մեր նշանի մատանիները եւ ինչպես ենք դրանք փոքրացրել, որովհետեւ երկուսինս էլ մեր չափին չի եղել, եւ նաև քննարկում ենք մեր ամուսնական մատանիները, ինչպես ենք պատկերացնում։ Այստեղ մի քիչ էլ ենք ջրիկանում, այստեղ կարող եք տեսնել նաև Նոնայի տարբերակը, կարող եք գողանալ սիրելիներս։ Ես այստեղ ցույց եմ տալիս, թե ինչ ենք անում մենք ընդհանրապես խաղի ժամանակ։ Ես եւ Նոնան զբաղվում ենք խաղի եւ խաղացողների ստատիստիկայով։ Խաղը ավարտվեց եւ մենք ուղևորվում ենք տուն, որպեսզի պատրաստվենք Սերժի գալուն։ Վերջապես հարազատ ֆոնը Նախորդ վիդեոն, որ տեղադրել էի, շատերդ հետաքրքրվում էիք, որ ինչու չես օգտագործում տուշ։ Երեք մեյքափի ժամանակ էլ տուշ չեղավ։ Որոշները սպասել էին, որ վերջապես տուշը օգտագործեմ, բայց այն չկար, այո սիրելիներս, վերջերս ես բացարձակապես տուշ չեմ օգտագործում, որովհետև կարծում եմ, որ այդպես ավելի գեղեցիկ է, այդպես ավելի հայացքս բաց է ու պարզ։ Հիմա մեյքափը որ վերջացնեմ, կտեսնենք, որ ընդհանրապես դրա կարիքը չկա։ Մի հատ թրենդ կար ինստայում, այս վերջերս շատ էին անում, որ ասում է ոնց է, վիրավորիր, վնասիր թուղթը, ցած ճմրթում է, մի հատ էլ վիրավորիր, մի հատ էլ է վնասում, ճմրթում, հետո ներողություն խնդրիր։ Տիպը թուղթը չի ուղղվում, չի տափակում, հետո ասում է, իսկ հիմա նվիրիր, չգիտեմ, iPhone ու թուղթը ուղիղանում է։ Ճիշտ է, ես հասկանում եմ հումորն ինչ է եւ լրիվ օքեյ եմ։ Բայց չեմ հասկանում ոնց է մեյքափը ինչ է, հա։ Ու լրիվ օքեյ եմ հումորի հետ, բայց ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում կարա ազդի որոշ մարդկանց վրա, ավելի փոքր տարիքի մարդկանց վրա, որոնք կարող է իրոք մտածեն, որ օքեյ է մարդուն ինչ որ խոշոր նվերով ներելը իր արարքները։ Ուզում եմ, որ վստահ իմանաք, որ այդպես չի։ Երբեք մարդուն չներեք ինչ-որ նվերով։ Սենց ասեմ, եթե դաժե ուզում եք իրան ներեք հենց այնպես։ Ասեք լավ, այս անգամ ներում եմ, ներողությունից հետո ներեք, բայց երբեք ինչ-որ նվեր անելուց հետո չներեք, որովհետև այդ դեպքում մարդը հասկանում է, որ օքեյ, փաստորեն ես կարող անեմ ամեն ինչ ու հետո նվերով իմ մեղքը քավեմ։ Այդպես դուք ձեզ, կոպիտ ասած, վաճառում եք։ Ձեր գինն եք ասում, օրինակ, չգիտեմ, դավաճանությունը iPhone-ը, չգիտեմ, խաբելը ծաղկե փունջը, էս այն գինը։ Ու այդ մարդը հաջորդ անգամ էլ տենց կանի։ Իսկ եթե իմանա, որ ոչ մի նվեր ձեզ չի առնի, ձեր հանդեպ վերաբերմունքը կփոխվի։ Սովորաբար այդպես շատ քիչ է լինում իմ մոտ, բայց այսօր ես չգիտեմ, թե ինչ եմ post-ելու Instagram-ում։ Ընդհանրապես ոչ մի բան չեմ նախատեսել, նախորդ չեմ նկարել ու դա շատ
վատ է։ Բայց հիմա Սերժն է գալիս ու հուսով եմ մի հատ միտք ունեմ կնկարենք իրար հետ։ Քանի որ գիտեք, որ ես լիփ կոմբոներով եմ հայտնի, ուզում եմ Սերժը, բայց բաց աչքերով, ինքը ընտրի իմ համար լիփ կոմբո։ Ես էլ բաց աչքերով կսեմ, բայց իմ տարօրինակ լիփ կոմբոներից, չգիտեմ ճիշտ ասած, ինքը ինչ կընտրի, կարող է սիրուն բան ընտրի, կարող է իմ ոնցպես տարօրինակ բան ընտրի, բայց ինձ թվում է հետաքրքիր կլինի, ու հիմա այսքան կարմրելուց հետո շատ փոքր ես նորից վրայից անում եմ կոնսիլեր, որպեսզի մի քիչ մեր տեսքը նորմալանա։ Խենթանում եմ այս գիծը ստանալու համար։ Ես գիտեմ, որ մի 10 տարի հետո նայելու ենք այս մեյքափներին, սենց գծերով, սենց շատ բլաշով, ու ասելու ենք ինչ եմ արել, բայց հիմա ինձ դուր է գալիս ու Մարդարման հետ կապված գրեթե ամեն ինչ վերջ, ես շուրթերից չեմ գցելու, որովհետև Սերժի հետ նկարվող ռիլը, որ ինքը հեսա պետք է գա նկարենք, կապված է շուրթերի հետ, դրա համար ուղղակի այսպես մի հատ բլաշ ունեի, որը ամեն ձև օգտագործում եմ բացի որպես բլաշ, այսպես կգցեմ, զուտ ուղղակի որ սպրտնացի տեսք չունենամ։ Վերջ այսօրվա ռիլսն էլ եղավ, իդեպ ցույց տվեցի մեյքափս վերջնական, որ առանց տուշա ու իդեալական է, вообще տուշի կարիք չունի։ Вообще. Գնացինք մեր երկրորդ մասին սուշի ուտելու։ Այս սուշի փարթիի պատճառը էս սակեն էր, էլի։ Հանդստանը կարեն։ Հա, ոնքից այնքան ենք կերել, շարժվել ես չի գալիս, դաժե հավես չունեի լիփ կոմբոս ինչ-որ տարբեր գույներ, ինչ-որ բաներ անի, ուղղակի մատիտ եմ գցել, բայց այդ փայլերը ամեն դեպքում դուր չեկան։ Ովեշ չկա, որոշեցի ես հագնեմ, որտև նրանով շատ շոկ էր, այ հիմա նոր գնացինք։ Սուշի փարթիից հետո գնում ենք ընկերական փարթիի Սերժի ընկերների հետ, այնպես որ այստեղ սպասում ենք իր ընկերներին, որ գան մեզ վերցնեն։ Մեր ընկերոջ տղային գողացել ենք ու տանում ենք խանութ արգելված համովիկներ առնելու, այստեղ մենք շատ ուրախ ենք, որտև ինքը ասեց, որ կդառնա մեր երեխեն։ Մենք մեր բոլոր ընկերներից միակ զույգն ենք, որ դեռ երեխաներ չունենք, այնպես որ հաճույքով իրենց հետ զբաղվում ենք։ Ապրենք։ Էլինչ ընկերական հավաք առանց համովիկների, այստեղ լավ ուտում ենք, որ սկսենք խաղալ, սովորաբար խաղում ենք պոկեր, բայց այսօր որոշեցինք խաղալ ալիաս։ Այսպիսի հետաքրքիր ու հավես սլոգ, իդեպ սլոգը Սյուզի և վլոգ բարի համադրությունը, որը Սերժն է դրել, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել։